Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու եմ կիևյան տորտ։ Ճիշտն ասած, սա մի քիչ շեղված տարբերակն է իր կլասիկ տարբերակից, բայց այսպես էլ շատ համեղ է ստացվում։ Մեզ դրա համար հարկավոր է ձու, շաքարավազ, ալյուր, դասական բիսկվիտ ենք պատրաստում եւ ընկույզ եմ ես ավելացնելու խմորի մեջ։ Ես հետագա իմ տեսանյութերում նաեւ ցույց կտամ իրական կիևյան տորթի տարբերակը։ Ինչ ենք անում սկզբի համար, սիրելիներս։ Նախ եւ առաջ ձուն առանձնացնում եմ սպիտակուցը դեղնուցից։ Այսպես առանձնացնում եմ։ Պատրաստելու եմ այս նույն բաղադրիչներով եւս մեկ շերտ, այսինքն ունենալու ենք 8 ձվից պատրաստված բիսկվիտներ։ Տեսեք սիրելիներս, առանձնացրել եմ, սպիտակուցին ավելացնում եմ 1 պտղունց աղ եւ հարիչի երկրորդ արագության տակ հարում եմ սպիտակուցը մինչև սպիտակելը եւ փրփրելը։ Տեսեք սիրելիներս, ինձ մոտ սպիտակուցը արդեն պնդացել է եւ փրփրել է։ Այս պահին քիչ-քիչ ավելացնելու եմ 4 ճաշի գթալ շաքարավազ, այսինքն եթե ունենք 4 ձու, 4 ճաշի գթալ, ունենք 5 ճաշի գթալ։ Հիմա քիչ-քիչ ավելացնելու եմ, բայց այս անգամ արդեն հարիչից արագությունը մինչև վերջ արագությունը բացելու եմ, որպեսզի ստացվի պինդ լավ բեզե։ Այս շաքարավազը ավելացնում եմ եւ Տեսեք սիրելիներս, ինձ մոտ արդեն պատրաստ է, ինչպիսի կայուն գեղեցիկ բեզե է ստացվել։ Հիմա հարիչս միացնելու եմ եւ հերթականությամբ դեղնուցները ավելացնելու եմ պատրաստի բեզեի վրա։ Երբ որ դեղնուցները լուծվել են արդեն, այս պահին մաղելու եմ 4 լիքը ճաշի գթալ ալյուր։ Եվ նորից սիրելիներս 2 մոտեցմամբ եմ ավելացնելու ալյուրը, այսպես մի փոքր հարիչի օգնությամբ։ Եվ ցածր արագությամբ հարելու եմ մինչև խմորը ալյուրի հետ համասեռ զանգված արդեն ստացվի։ Շատ հարել պետք չի, սիրելիներս, տեսեք։ Հիմա հաջորդ մասն էլ կավելացնեմ, վերջում էլ կավելացնեմ մի փոքր վանիլին։ Նորից այսպես զգուշությամբ ներքևից վերև, նորից։ Եվ վերջ, սիրելիներս, տեսեք ինչպիսի փքուն խմոր է ստացվել։ Սիրելիներս, խմորը այսպես մի հատ սիլիկոնե բահիկով անցնում եմ, ավելացնում եմ, կես բաժակ ընկույզ է, ընդհանուր 1 բաժակ ընկույզ է գնում, կես ավելացնում եմ այս շերտին, մյուս կեսը կավելացնեմ հաջորդ շերտին։ Նույն բաղադրիչներով պատրաստելու եմ այսպիսի խմորներ, շերտեր, տեսեք ինչ գեղեցիկ փքուն է ստացվել, ահա շատ խառնել պետք չէ։ Հիմա տեղափոխելու եմ ձևամանիս մեջ, որը որ ես արդեն նախորդ յուղաթղթով պատել եմ։ Տեսեք խմորս տեղափոխում եմ արդեն ձևամանի մեջ, ինձ մոտ ջեռոցը արդեն սիրելիներս միացված է 180 աստիճան վերև ներքև, կարող եք նաև պատրաստել գազօջախի վրա, ոնց որ դուք կարողանում եք եւ ձեզ մոտ ավելի լավ է ստացվում։ Ամբողջ խմորը զգուշությամբ տեղափոխում եմ եւ գեղեցիկ տարածում եմ համաչափ։ Այսպես։ Սիրելիներս, ես արդեն նախապես բեզեի շերտը չորացրել եմ, ես հիմա ցույց կտամ։ Ինձ մոտ տեսանյութերում կա, թե ինչպես պատրաստել չոր խրթխրթան բեզե,
այդ նույն եղանակով ես պատրաստել եմ ուղղակի ինձ հարմար տոտի չափով տարածել եմ եւ չորացրել եմ ջեռոցում։ Տեսեք սիրելիներս, ուզում եմ ցույց տալ շերտը, սպիտակ, գեղեցիկ, տեսնում եք չոր, խրթխրթան շերտ է ստացվել։ Պատրաստեք դուք էլ այդ բաղադրատոմսով եւ ձեզ մոտ էլ այսպիսի գեղեցիկ շերտ կստացվի։ Ժամանակը խնայելու համար ես սա ցույց չեմ տվել։ Ահա տեսեք սիրելիներս, իմ առաջին շերտը արդեն թխվել է, ինչպիսի գեղեցիկ, փափուկ տեսք ունի։ Հիմա նույն բաղադրիչներով պատրաստելու եմ եւս մեկը։ Խմորի շերտերը արդեն պատրաստ են, հիմա պատրաստում ենք կրեմը, որպեսզի հավաքենք մեր տորթը։ Հարկավոր է կարագ եւ եփած խտացրած կաթ։ Կարագը լավ հարում եմ վանելինով եւ մաս-մաս ավելացնելու եմ եփած խտացրած կաթը։ Կարագը լավ հարել եմ, հիմա 2-3 մասով կավելացնեմ եփած խտացրած կաթը։ Մինչև պատրաստ լինելու կրեմը եւ վերջում ավելացնելու եմ 2 ճաշի գթալ կոնյակ։ Տեսեք սիրելիներս, ինչ գեղեցիկ կրեմ է ստացվել, այս պահին ավելացնում եմ կոնյակը եւ նորից հարում եմ, արդեն կրեմս պատրաստ է։ Ահա տեսեք, առաջին շերտը ես արդեն պատրաստել եմ նաեւ ընկույզ, որ պետք է լինի շերտերի արանքում կտրատել եմ։ Մի փոքր օշարակ եմ պատրաստել, այստեղ 2 ճաշի գթալ խտացրած կաթ է, եռացրած սառեցրած ջուր եւ մի փոքր կոնյակ։ Այստեղ տեսեք շատ թույլ խոնավեցնելու եմ ինձ մոտ շերտերը, այնքան որ մի փոքր խոնավություն հաղորդեմ։ Այսպես։ Տեսեք։ Հետո կհավաքեմ տորթս։ Կրեմը բաժանելու ենք մոտավոր 3 հավասար մասերի, որպեսզի այսպես տարածում եմ, տեսեք սիրելիներս, ինչպեսի կրեմ է ստացվել, եվս մի փոքր, ընկույզիս կեսը կավելացնեմ այս շերտի վրա, մյուս մասը կավելացնեմ, այսպես կարող ենք տարածել, թե միտեղ մի փոքր շատ է եղել, հիմա բեզեի վրա ես եւս կրեմա պատելու եմ եւ պտտեցնեմ բեզեի շերտը տորթի վրա։ Տեսեք, այսպես կրեմա պատել եմ, ինձ մոտ մի փոքր կոտրվել է, որովհետեւ մեծ էր բեզեի շերտը, ես ցանկացա փոքրացնեմ եւ այսպես եղավ, բայց չի խանգարի սիրելիներս, այսպես պտտեցնում եմ, մի փոքր սեղմում եմ, եզրերը հիմա կավելացնեմ կոտրված բեզեներով եւ ահա տեսեք ինչ գեղեցիկ է։ Կրեմա պատել եմ, հիմա ավելացնում եմ մյուս կես ընկույզը, տեսեք այսպես։ Հիմա խմորի շերտի երեսին նորից կրեմ եմ քսելու եւ պտտեցնելու եմ բեզեի շերտի վրա։ Տեսեք, ես կրեմա պատել եմ, հիմա այսպես տեղափոխում եմ, յուղաթուղթը չեմ հեռացնում, մի լավ սեղմում եմ, նոր հեռացնում եմ վրայի շերտը այսպես։ Հիմա նորից խոնավեցնելու եմ մի փոքր, այսպես, շատ պետք չէ,
ավելի նրբություն տալու շերտերին։ Տեսեք սիրելիներս, ուզում եմ տեսնեք կողքից, եթե ցածր կողմեր են մնացել, կարող եք բեզեներով լցնել և հիմա կրեմապատելու ենք երեսը և կողքերը։ Ահա պատրաստ է իմ տորթը, սիրելիներս, հիմա կձևավորենք։ Ես կողքերը բեզեները չորացրել եմ այսպիսի, տեսեք, վրան կձևավորեմ, ինչ էլ որ կմնա կկտրատեմ և կողքերը ամբողջությամբ կպատեմ չոր բեզեներով։ Հիմա այսպես գեղեցիկ բեզեներով կձևավորեմ։ Ահա սիրելիներս, ես բեզեներով ձևավորել եմ և դեռ ընկույզ եմ կտրատած լցնելու արանքները, մինչ այդ ուզում եմ կողքերը ամբողջությամբ բեզեապատել, տեսեք, այստեղ ինձ մոտ չորացրած բեզեն ես կտրատել եմ սովորական դանակի օգնությամբ, ոչ շատ մանր կտորների և այսպես կողքերը ձևավորելու եմ։ Ստացվում է շատ գեղեցիկ և հեշտ։ Կարող եք նաև քերած ընկույզով ձևավորել։ Տեսեք սիրելիներս, ես ամբողջ կողքերը բեզերով պատել եմ, գեղեցիկ վրան բեզեներով և ընկույզով ձևավորել եմ։ Հիմա կպատրաստեմ մեկ բաժին ջնարակ, ես ունեմ իմ տեսանյութերում, թե ինչպես պատրաստենք, այսինքն մեկ ճաշի գթալ կակաո, մեկ ճաշի գթալ շաքարավազ և շատ փոքր ջուր, և հետո ավելացնելու եմ 20 գրամ կարագ, որպեսզի գեղեցիկ ծորացնենք մեր տորթի երեսը։ Տեսեք, ես արդեն ջնարակը պատրաստել եմ, տեղափոխել եմ խոհարական պարկի մեջ։ Հիմա ծայրը շատ փոքր կկտրեմ, որպեսզի գեղեցիկ գծեր ստացվեն ինձ մոտ։ Այստեղ այսպես ծորացնում եմ, սիրելիներս։ Տեսեք ինչպես է գեղեցկանում մեր տորթը։ Ահա և վերջ, սիրելիներս, իմ տորթը արդեն պատրաստ է, թողնելու եմ ամբողջ գիշեր համերը խառնվեն, կտեղափոխեմ գեղեցիկ ամանի մեջ և միասին կկտրենք, սիրելիներս։ Ահա սիրելիներս, իմ տորթի կտրելու ժամանակը եկել է, ուզում եմ տեսնեք ինչ գեղեցիկ տոնական տեսք ունի։ Ահա տեսեք սիրելիներս, ինչ գեղեցիկ կտրվածք ունի, ուզում եմ բեզեին, տեսնեք ներսում մնացել է չոր խրթխրթան, իսկ խմորի շերտերը առատ ընկույզով, չասեմ, որ բույրը, կոնյակի բույրը շատ անուշ է ու շատ համադրվում է այս տորտի հետ։ Պատրաստեք այս բաղադրատոմսով և ինքներդ էլ կհամոզվեք։ Հաջողություն։